Եթե արաբ մեկնաբանը մեկ նախադասության մեջ ինքնամոռաց արտաբերում է Սպերցյան եւ Ալլահ բառերը, ուրեմն Սուպերեդոն սուպեր հաղթական գոլով է մեկնարկել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Տեղի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Ալ-Ահլին նվազագույն հաշվով հաղթեց Ալ-Դիրիա թիմին, իսկ Էդուարդ Սպերցյանը հաղթական հարվածը կատարեց 25-րդ րոպեին։ Ալ-Ահլիի բազմահազար երկրպագուների սիրուն միանգամից արժանացող Հայաստանի հավաքականի ավագը ճանաչվեց նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Ջան Էդոջան։ Եթերում քորներն։ Հրանտ Լեոն Ռանոսը վերջապես փոխեց ոչ միայն ակումբը, այլև առաջնությունը։ Հայաստանի հավաքականի հարձակվողը համալրել է իսպանական Սեգունդայում հանդես եկող Տեներիֆեի կազմը, որը Մենխենգլադբախի Բորուսիային տրանսֆերի համար վճարել է շուրջ 300,000 եվրո։ 22 համարի խաղաշապիկը նոր թիմում կրող 23-ամյա հարձակվողն արդեն բացել է գոլերի հաշիվը Տեներիֆեի կազմում, աչքի ընկնելով ստուգողական խաղում։ Ֆերենցվարոշը Բուդապեշտում ընկերական խաղ է անցկացրել Մադրիդի Ռեալի հետ եւ համար պայքարում պարտվել է 1-2 հաշվով։ Հունգարական ակումբի կազմում 80-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը, ով բավականին ակտիվ է մտել խաղի մեջ։ Դե իսկ խաղից հետո ջերմ հանդիպում եւ լուսանկար The Special One-ի հետ։ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը պատմական դուբլ է գրանցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Երրորդ տուրում Մոսկվայի Ռոդինան մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ռուսաստանի չեմպիոն Զենիթի նկատմամբ։ Ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Ղարիբյանը հաղթական դուբլ է ձևակերպել, աչքի ընկնելով հանդիպման 59-րդ եւ 65-րդ րոպեներին։ Այսպիսով բարձրահասակ հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով դուբլ ձևակերպեց Գազպրոմ արենայում Զենիթի մրցակցի կազմում փոխարինման դուրս գալուց հետո։ Սպասվում է, որ արդեն սեպտեմբերին կտեսնենք Արթուր Ղարիբյանին Հայաստանի ազգային հավաքականում։ Իսկ դուք սպասում եք։ Գեորգի Հարությունյանը առաջին գոլն է խփել Պուշկաշ ակադեմիայի կազմում։ Հունգարիայի առաջնության երրորդ տուրում Պուշկաշ ակադեմիան 3-2 հաշվով արտագնահաղթանակ է տարել MTK-ի նկատմամբ։ Իսկ Սոքերվեի վարկածով իր թիմում ամենաբարձր գնահատականին արժանացած Հայաստանի հավաքականի 22-ամյա պաշտպանը գլխի հարվածով աչքի ընկավ հանդիպման 23-րդ րոպեին։ Օգնեն Չանչարևիչի իմտեն հաջող է մեկնարկել Սերբիայի առաջնությունում, 4 խաղում տանելով 3 հաղթանակ, որոնցից մեկը Պարտիզանի նկատմամբ։ Ամենահայ սերբը մասնակցել է բոլոր 4 խաղերին, որոնցից 2-ում դարպասն անառիկ է պահել։ Հիմա կարոտել ենք, երբ ես գալու Հայաստան։ Տիպը Վարմենի больше узнать։ Ֆին Գերագուսյանը Սանդերլենդի գլխավոր թիմի կազմում ԱՄՆ-ում մասնակցել է Լիվերպուլի հետ ստուգողական հանդիպմանը։ Լիվերպուլը հաղթել է 4-2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի 18-ամյա հարձակվողը խաղադաշտում անցկացրել է ամբողջ երկրորդ խաղակեսը։ Ուշադրություն դարձրեք, թե գոլի դրվագում Գերագուսյանը ինչպես է տանում պաշտպանին եւ կենտրոնում գոտի ազատում թիմակցի համար։ Վերջում էլ կայացած տեղափոխություն եւ 2 տրանսֆերային շշուկ։ Հավաքականի հենակետային Տիգրան Ավանեսյանը Ռուսաստանից տեղափոխվեց Ուզբեկստան, Սամարղանդի Դինամո։ Վահան Բիչախչյանին լեհական մամուլը համառորեն ուղարկում էր Արարատ Արմենիա։ Իսկ ահա Նաիր Տիկնիզյանի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել հունական Օլիմպիակոսը, որն ինչպես եւ Ցրվենա Զվեզդան դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ պայքարը շարունակում է Եվրոպա լիգայում։ 5 միլիոն եվրո տրանսֆերի համար 1.1 միլիոն եվրո աշխատավարձ 4 տարվա պայմանագիր։ Գործարքը մոտ է իրականանալու։ Եթերում կորներն է։ Այն, որ հայկական ակումբային ֆուտբոլն արդեն դուրս է եկել ստաբիլ, բավականին որակյալ մակարդակի, մեր առաջատար թիմերն արդեն որերորդ տարին է ապացուցում են Եվրոպայում։ Ալաշկերտը եւ Փյունիկը մեգական փուլ հաղթահարեցին կոնֆերենցիաների լիգայում, հաղթահարելով ղազախական Ելիմայի եւ Մալթայի Մարսաշլոկի արգելքը։ Պայքարեցին նաեւ երկրորդ փուլում համապատասխանաբար ռումինական Կլուժի եւ հունգարական Դեբրեցենի հետ, սակայն ավելին անել ցավոք չկարողացան։ Երևանյան ոչ ոքիները բավարար չէին։ Ցավոք Եվրագավաթային հիմնական փուլում միանգամից 2 հայկական ակումբ ունենալու բավականին իրատեսական նպատակն այս անգամ էլ իրականություն չդարձավ։ Նոան պայքարը սկսեց կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլից, որտեղ առավելության հասավ մոլդովական Զիմբրուի նկատմամբ։
Երրորդ փուլում Երևանյան ակումբին բավականին ուժեղ մրցակից բաժին հասավ հանձինս շվեյցարական Սիոնի։ Աբովյանում գրանցվեց մարտական ոչ ոքի 2-2։ Իսկ մեկ շաբաթ անց Շվեյցարիայում դաշտի տերերն առավելության հասան 2-1 հաշվով։ Եվրագավաթների հիմնական փուլում իր մասնակցությունը ապահովել է Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան։ Որակավորման առաջին և երկրորդ փուլերում Լատվիայի չեմպիոն Ռիգային և Իռլանդիայի չեմպիոն Շեմրոկ Ռովերսին պայքարից դուրս թողած Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում մոտ էր նաև Սլովենիայի չեմպիոն Ցելիեին հաղթելուն։ Սակայն պատասխան հանդիպման խաղավերջում բաց թողած 2 գոլերն Արարատ Արմենիային ուղարկեցին Եվրոպա լիգա։ Եվրոպա լիգայի փլեյօֆում Երևանյան ակումբը կմրցի Ռումինիայի չեմպիոն Ունիվերսիտատիա Կրայովայի հետ։ Հաղթանակի դեպքում Արարատ Արմենիան հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ Իսկ հակառակ դեպքում կխաղա կոնֆերենցիաների լիգայի փուլում, որտեղ 6 տարվա կտրվածքով կունենանք հայկական ակումբի 5-րդ մասնակցությունը, ինչի մասին տարիներ առաջ կարող էինք պարզապես երազել։ Եթերում կորներն է։ Կորներն ավանդաբար մեր ակումբների հետ մեկնում է արտագնախաղերին եւ հատուկ ձեզ համար բացառիկ կոնտենտ պատրաստում, որին այս անգամ կարող եք ծանոթանալ Corner Football Armenia-ի Instagram-յան եւ Facebook-յան էջերում։ Դե իսկ վճարումներն ավանդաբար կատարում ենք Telcel Wallet-ի թվային քարտի միջոցով, օգտվելով նաեւ հավելվածի բոլոր ասիստներից։ Ուրախությամբ նշենք, որ Corner-ն արդեն 19,000 հետևորդ ունի YouTube-ում։ Արդեն 8 տարի է կանգնած ենք հայկական ֆուտբոլի կողքին, ապահովելով ձեզ մեր ֆուտբոլին նվիրված բացառիկ կոնտենտով։ Հետևեք Corner Football Armenia-ին YouTube-ում, Instagram-ում եւ Facebook-ում։ Ասեմ ավելին, նաեւ TikTok-ում եւ Telegram-ում, որպեսզի բաց չթողնենք ամենահետաքրքիրը եւ ուշագրավը հայկական ֆուտբոլի մասին։ Այս կապակցությամբ մեր սիրելի հետևորդների համար հայտարարում ենք սուպեր մրցույթ։ Այս թողարկման YouTube-յան մեկնաբանություններում գրիր կարծիքդ հայկական թիմերի եվրագավաթային մրցելույթների մասին եւ թե որ ակումբին ես երկրպագում։ Պատահականության սկզբունքով ընտրված հաղթողը կստանա մեր մրցանակը՝ Հայաստանի հավաքականի խաղաշապիկը։ Մրցույթի վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է, ժամը 16:00։ Եթերում կորներն է։